Խոստովանության զորությունը։ Ես ուժեղ եմ, երբ վերցնում եմ իմ խաչը, պատասխանատու և հաշվետու լինելու իմ արարքների և դրանց հետևանքների համար։ Հակոբոս 5:16 ասում է. «Իրար խոստովանեք ձեր հանցանքները և իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք»։ Շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով։ Խոստովանությունը հոգևոր սովորություններից ամենադժվարն է։ Ինչու է այն անհրաժեշտ։ Մենք գիտենք, որ ներվում ենք, երբ մեր մեղքերը խոստովանում ենք Հորը, բայց Հակոբոսի գիրքը մեկ քայլ առաջ է անցնում և ասում, որ անհրաժեշտ է միմյանց խոստովանել որոշ մեղքեր և աղոթել միմյանց համար, որպեսզի բժշկվենք։ Կարծում եմ, որ սա ճշմարիտ է 3 պատճառով։ Առաջին, թագավորությունը չի գործում բնական սկզբունքով։ Հիշեք, Հիսուսը փարիսեցիներին ասաց, որ ով կնոջը նայեց նրան ցանկանալով, իր սրտում շնացավ նրա հետ։ Սրտի հարցերն ամենից կարևորն են թագավորության համար։ Մեր սիրտը լավ կամ վատ սերմերի ջերմոց է։ Ինչ վերաբերում է փարիսեցիներին, մեղքը ֆիզիկապես չէր դրսևորվել, բայց այն հղիացել էր նրանց սրտում։ Երկրորդ, երբ խոստովանում ենք մեր մեղքերը, քրիստոնյաների հետ աղոթում ենք, մենք խոստովանում ենք և պատրաստվում ենք մեր անձերը բժշկության համար։ Բժշկությունը հոսում է սրտի մութ խորքերը, երբ մեղքերը բերում ենք բաց և ապահով միջավայր։ Խոստովանությունը լույս է սփռում մեղքի և ամոթի վրա, և լույսի այս մթնոլորտում աղոթքը սկսում է բժշկել և վերականգնել։ Երրորդ պատճառը խոստովանությունը ենթադրում է պատասխանատվության որոշակի աստիճան։ Խոստովանությունը հետևում է պատասխանատվությանը։ Առակաց 27:6 ասում է. «Անկեղծ են բարեկամի տված վերքերը»։ Երբ խոստովանում եմ կարեկցանքի կարիք չունեմ, ես կարիք ունեմ, որ ինչ-որ մեկը ցավեցնի ինձ ճշմարտությամբ։ Եվ միասին աղոթելուց հետո ես զգում եմ, թե ինչպես է ամոթի բեռը ընկնում ինձանից։ Բայց չմոռանանք նաև սովորությունների մասին։ Հիսուսը Մատթեոս 16:24-ում ասում է. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնի, իմ հետևից գա»։ Խոստովանությունը խաչը վերցնելու մեկ այլ միջոց է, երբ ընդունում ենք մեր բացարձակ կախվածությունը Աստծուց։ Եկեք աղոթենք։ Հայր, ցույց տուր այն բժշկությունը, որ բերում է խոստովանությունը։ Առաջնորդիր ինձ ճիշտ մարդկանց մոտ և դարձրու ինձ այնքան ազնիվ, խիզախ և անկեղծ, որ վերցնեմ իմ խաչը խոստովանության միջոցով։ Ես ուզում եմ հետևել քեզ և ընդունում եմ, որ ինքնուրույն չեմ կարող գործել։ Մենք հրաժարվում ենք ինքնուրույն շտկելուց կամ մեղքի շղթան ինքնուրույն կոտրելու իրավունքից։ Խոստովանությունը կարգապահություն է, որ ցույց է տալիս, որ մենք գիտենք, որ չենք կարող մենակ գործել, բայց Աստծո և մեր ընտանիքի օգնությամբ մենք սկսում ենք բժշկվել։